Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս տարի, ինչպես որ պատվելի Դավիթը Պաշտամունքի սկզբում ասեց, լրանում է Նիկեական հանգանակի 1700 ամյակը եւ սա մենք տոնում ենք եւ այս առիթով սկսում ենք նոր քարոզաշարք հիմնված Նիկեական հանգանակի հիմնական բաժինների վրա։ Եվ այս քարոզաշարքը պիտի լինի մեր ավետարանական բոլոր եկեղեցիներում։ Եվ այս քարոզաշարքը լավ առիթ է մեծ պահքի շրջանի կիրակնորյա պաշտամունքների ընթացքում խորհելու ավետարանի կողմից խոսվող հավատքի էության եւ նշանակության մասին, եւ որը իր հերթին կօգնի մեզ ամրացնելու մեր հավատքի կյանքը, մեր հոգևոր կյանքը, ինչպես որ Նիկեական հանգանակ ընթերցեցինք եւ վերջում գրված էր, որ այս ամենը հիմնված չէ կարծիքների վրա, այլ մեր հավատքը հիմնված է ավետարանի վրա։ Երբեմն խնդիրը լինում է նրանում, որ մարդիկ հետևյալն են ասում, Աստվածաշունչը կարդում ենք, բացատրում, երբեմն մարդիկ կան, որ ասում են, իսկ ես այդպես չեմ հավատում, իսկ ես այդպես համոզված չեմ, իսկ ես այսպես եմ պատկերացնում Աստված ճանաչողությունը, իսկ ես այսպես եմ հավատում, իսկ ես այսպես եմ ուզում պաշտել Աստծուն։ Իսկ ով ասեց, որ եկեղեցու մեջ միասին պիտի հավաքվենք պաշտելու Աստծուն։ Ով ասեց, որ Աստված այսպիսին է։ Եվ այս տեսակ մարդկանց հավատքը հիմնված է ոչ թե ավետարանի էության, ավետարանի խոսքի վրա, այլ իր կարծիքի վրա։ Իսկ իր կարծիքն էլ հիմնված է իր եսի վրա, իր համոզումի վրա, իր ունեցած փորձառության վրա։ Եվ այս քարոզաշարքը, որ պատրաստել ենք սիրելիներ, հիմնված է ավետարանի խոսքի վրա։ Ինչ է ասում Աստծո խոսքը յուրաքանչյուր անհատի։ Ինչ է ասում Աստծո խոսքը իր եկեղեցուն հավատքի մասին։ Պատվելին ընթերցեց Հռոմեացիներին ուղված նամակից 10-րդ գլուխ 5-ից 13 համարները, որ այսօրվա Աստծո խոսքի քարոզը պիտի լինի այս համարների հիման վրա։ Ինչ որ մեկը հետևյալ խոսքերն է ասել. Հռոմեացիներին ուղված նամակը ոչ միայն օգուտ կբերի հանճարեղ մարդկանց, այլ կլուսավորի մինչև անգամ ամենապարզ միտքը։ Եվ սա շատ հրաշալի գիրք է, որը խոսում է յուրաքանչյուր սրտի հետ, նրան սովորեցնելով եւ նրան առաջնորդելով մտնելու իրական Աստված պաշտության եւ Աստված ճանաչողության մեջ։ Այս նամակում 5 կտակարանը մեջ բերված է շուրջ 57 անգամ ավելի քան նոր կտակարանի մյուս գրքերի մեջ։ Եվ սրա մեջ բավականին շեշտված բառեր կան, եւ այս բառերից են Աստված, օրենք, Քրիստոս, մեղք, Տեր եւ հավատք։ Հռոմեացիներին ուղված նամակը տալիս է մարդուն Աստծուն վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Եվ այդ հարցերը հասնում են մի քանի տասնյակի։ Եվ դրանցից մի քանիսն եմ առանձնացրել, որ այս շրջանի մեջ հավանաբար մենք կանդրադառնանք նաև այս հարցերին։ Ուրեմն ո՞րն է Աստծո բարի լուրը։ Իսկապես Հիսուս Աստված է։ Ինչու են մարդիկ մերժում Աստծուն եւ նրա որդի Հիսուս Քրիստոսին։ Ինչու են ստեղծվում կուռքերը ու կեղծ կրոնները։ Եվ ո՞րն է մարդու մեղքը։ Արդյոք որևէ մեկը կարող է կատարելապես պահպանել Աստծո օրենքը։ Կամ ինչպես կարող է մեղավորը ներվել եւ արդարանալ Աստծո կողմից։ Եվ ո՞րն է Քրիստոսի մահվան իմաստը։ Ո՞րն է նրա հարության իմաստը։ Եվ վերջապես ինչ է նշանակում շնորհ եւ ո՞րն է շնորհի դերը հավատացյալ մարդու կյանքի մեջ։ Որն է հավատքի դերը հավատացյալ մարդու կյանքի մեջ։ Սիրելիներ, այսօր խոսելու ենք փրկարար հավատքի մասին։ Ինչ է նշանակում փրկարար հավատք։ Իրական փրկարար հավատքի ապացույցը հիմնված է հավատացյալ անհատի անձնական դավանության եւ անկեղծ հավատքի գործնական դրսևորման մեջ։ Եվ քարոզը բաղկացած է երկու կետերից։ Առաջինը դավանություն եւ հավատք։
Եվ կրկին ընթերցել եմ 5-ից 9 համարները եւ խնդրում եմ, որ ուշադրությամբ լսենք Աստծո խոսքը։ Եվ ասում է. Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում։ Այս բաները իրագործող մարդը դրանցով կապրի, բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. Քո սրտում չասես, ով է երկինք բարձրանալու, այսինքն Քրիստոսին իջեցնելու համար, կամ ով է անդունդը իջնելու, այսինքն Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։ Եվ 8-րդ համարն ասում է. իսկ գիրքը ինչ է ասում։ Խոսքը մոտ է քեզ, քո բերանում, քո սրտում է այն, այսինքն հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ 5-ից 9 համարները անդրադառնում է հավատքի եւ արդարության կապին, հակադրվելով օրենքի միջոցով արդարանալուն։ 5-րդ համարը Պողոսը հիշեցնում է, որ ով որ կատարի օրենքը, նրանով պիտի ապրի, նրանով կփրկվի նա։ Այսինքն Մովսեսական օրենքը նշում է այն, որ օրենքով արդարանալը իրականացվում է գործերով։ 6-7 համարները, երբ որ կարդում ենք, եւ հիմա էլ եթե ունեք սուրբ գրքեր, կարող եք հետևել, ի տարբերություն գործերով արդարանալուն, հավատքով արդարությունը այլ կերպ է արտահայտվում։ Այն չի պահանջում վեր բարձրանալ երկինք Քրիստոսին բերելու կամ անդունդը իջնելու եւ նրան մեռելներից բարձրացնելու, որովհետեւ Քրիստոսը արդեն մահացել է եւ նա հարություն է առել։ Եվ Տեր Հիսուսի մահվան ու հարության մեջ որևէ մարդկային գործոն չկա։ Քո փրկության համար չի պահանջում, որ դու անձամբ փորձես Քրիստոսին հարություն առնել տաս կամ նրան երկնքից իջեցնել տաս, որ դու կարողանաս փրկություն ունենալ։ 8-րդ եւ 9-րդ համարներն ասում է. Աստծո խոսքը մոտ է, այն մեր սրտում է եւ մեր բերանում։ Եթե խոստովանենք, որ Հիսուսը Տերն է եւ հավատանք, որ Աստված նրան մեռելներից հարություն է տվել, ապա կփրկվենք։ Այս հատվածի հիմնական գաղափարը, սիրելիներ, այն է, որ փրկությունը հիմնված է ոչ թե օրենքի գործերի վրա, այլ հիմնված է հավատքի վրա։ Հիսուս Քրիստոսին որպես Տեր ընդունելու եւ նրան հարության հանդեպ հավատը փրկության բանալին է հանդիսանում։ Եփեսացիներին ուղված նամակում 2-րդ գլուխ 8-րդ համարն ասում է. շնորհքով եք փրկվել հավատքի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծո ձրի պարգևն է հանդիսանում։ Սիրելիներ, փրկությունը նվեր է եւ ոչ թե վաստակ։ Երբեմն մարդիկ մտածում են, որ իրենց շնորհի միջոցով, իրենց բարեգործության միջոցով, իրենց քայլերի միջոցով, իրենց լավ մարդ լինելու միջոցով, իրենց լավ դաստիարակություն ունենալու միջոցով իրենք կարող են փրկություն ունենալ։ Սակայն մեզ ավետարանը սովորեցնում է, որ փրկությունը ձրի է, նա նվեր է Աստծո կողմից բոլոր նրանց, ովքեր որ խորապես գիտակցում են իրենց մեղավոր վիճակը, ովքեր որ գիտակցում են, որ այո, իրենց փրկություն չկա եւ իրենք արժանի չեն որևէ փրկության, եւ սա գիտակցելով խոնարհվում են Աստծո առջև ու ասում, որ Տեր, ես արժան չեմ քո սիրուն, արժան չեմ քո ողորմության, արժան չեմ քո ներմանը, ես արժան չեմ փրկության, արժան չեմ քո առջևդ կանգնելու, արժան չեմ իմ աղոթքը դեպի քեզ բարձրացնելու, բայց նաև շնորհակալ եմ, Տեր, որ դու ինձ արժանացիր, դու ինձ մեծ պատիվ տվեցիր, ինձ մեծ շնորհ արեցիր, ողորմություն ցուցաբերելով, որ ժամանակին քեզնից հեռու էի, բայց հիմա մոտ եմ գտնվում քեզ, ժամանակին օտար էի քեզ համար, մեղքի պատճառով, բայց հիմա դու բարեկամ ես կոչում, բոլոր նրանց, ովքեր որ դեպի քեզ են վազում։
Ուրեմն փրկությունը մարդու ձեռքի գործ չէ, սիրելիներ։ Այն մեր ճարպկության, տրամաբանության, մեր լավ մարդ լինելու, մեր բարի լինելու եւ մեր ունեցած այլ հմտության արդյունք չէ հանդիսանում փրկությունը։ Աշխարհում շատ բարի եւ օրինակելի մարդիկ կան։ Շատ հանճարեղ եւ շնորհաշատ մարդիկ կան, սակայն փրկությունը Աստծո կողմից տրվում է նրանց, ովքեր հավատում են եւ ընդունում են Տեր Հիսուսին որպես իրենց Տերը եւ իրենց Փրկիչը։ Հռոմեացիներին ուղված նամակում 3-րդ գլուխ 23 եւ 24 համարն ասում է, որովհետեւ բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ Եվ 24 համարն ասում է, նրա շնորհքով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Ուրեմն մեղավոր են բոլորը, եւ բոլորը մեղքի պատճառով զրկված են Աստծո փառքից, Աստծո ներկայությունից, բայց Հիսուս Քրիստոսով մենք հնարավորություն ունենք, առիթ ունենք մոտենալու նրան։ Եվ այս սեղանը, որ այսօր պատրաստված է մեր առջև, խոսում է Աստծո մեծ սիրո մասին, որ ցուցաբերեց ամեն մարտահրացի, ինչպես Հովանու 3-րդ գլուխ 16-րդ համարն է ասում, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Նա անգամ չխնայեց իր միածին որդուն, որպեսզի ինձ եւ քեզ հնարավորություն տա, առիթ տա վերադառնալու դեպի իրեն։ Եվ այո, մեղքը պատնեշ է մարդու եւ Աստծո միջև։ Իսկ Հիսուս Քրիստոս կարող է այդ պատը մեր եւ Աստծո մեջից հեռացնել ապաշխարությամբ եւ խոստովանությամբ։ Այն Աստծո կողմից ձրի նվեր է։ Ձրի նվեր է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, մոտենում են Տիրոջը եւ խոնարհաբար հասկանում են իրենց մեղավոր վիճակը եւ հասկանում են, որ Աստված է, ով կարող է իրենց փրկություն շնորհել։ 9-րդ համարն ասում է, եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես։ Ամբողջ հարցը եթեի մեջ է, սիրելիներ։ Չգիտեմ ինչի, շատ ժամանակ լինում է, որ եկեղեցիները լուռ են։ Աստծո ժողովուրդը լուռ է։ Մեղավոր մարդը մեղքը դուրսը գոռում է, իսկ ժողովուրդը լուռ է։ Եվ սա մեծ խնդիր է հանդիսանում բոլոր հավատացյալների համար։ Ես չեմ հավատում, սիրելիներ, որ եթե մեկը ճաշակել է Աստծո ողորմությունը, ինքը լուռ մնա, շարունակաբար լուռ մնա։ Աստծո խոսքն ասում է, եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես, ապա կփրկվես։ Տեր Հիսուս հանդիսանում է փրկագնող Տեր, սակայն Տերը բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ նա է Քրիստոսը եւ ապաշխարությամբ ընդունում են նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ դրա մասին բարձրաձայն հայտարարում են իրենց կյանքով, ոչ միայն բառերով։ Իսկ երբեմն մեր ժամանակներում բառերը շատ են սիրո մասին խոսողները, շատ են արդարության ու ճշմարտության մասին խոսողները, շատ են բարոյական գեղեցիկ ճառեր կարդացողները, շատ են, բայց քիչ են նրանք, որ այդ ամենը դարձնում են իրենց ամենօրյա կյանքը եւ Աստծո խոսքը բերում են իրենց կենցաղի մեջ։ Մատթեոս ավետարանում 10-րդ գլուխ 32 եւ 33 համարներն ասում է. «Արդ ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ հոր առաջ, որ երկնքումն է, իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքումն է»։ Սիրելիներ, երկրի վրա քո կատարած խոստովանությունը իր համապատասխան արձագանքը կունենա երկնքում։ Եթե ուրանաս, կուրացվես։ Եթե խոստովանես, եթե դավանես Տեր Հիսուսին մարդկանց առաջ, որ նա քո կյանքի
Տեր ու Փրկիչն է հանդիսանում, ապա այդ նույն արձագանքը կգտնես երկնքում։ Եվ հաջորդն ասում է, եթե քո սրտում հավատաս, այո ֆիզիկապես կարող ես ցույց տալ մարդկանց, որ դու հավատում ես, որ դու աստվածապաշտ ես, եւ որևէ մարդ չի կարող թափանցել իմ ու քո սիրտը, տեսնի, թե արդյոք դա այդպես է, թե չէ։ Եվ դրա համար Աստծո խոսքը շեշտում է հետևյալը, որ եթե քո սրտում հավատաս, ոչ թե ցուցադրես դա, այլ իսկապես հավատաս։ Եթե քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Եթե մենք չենք հավատում, որ մահից հետո գոյություն ունի կյանք, եթե մենք չենք հավատում, որ Տեր Հիսուս ողջ է եւ նա է հանդիսանում մեր փրկության ու հավիտենական կյանքի հույսը, ապա մենք չենք կարող փրկություն ունենալ։ Կորինթացիների մեջ Առաջի Կորինթացիների մեջ ուղված նամակում 15-րդ գլուխ 17-ից 19 համարներն ասում է. Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, եթե դուք չեք հավատում, որ Քրիստոս հարություն է առել, ձեր հավատքը ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք մնում։ Ուրեմն, նրանք էլ ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Եթե միայն մեր աստվածպաշտությունը, սիրելիներ, մեր հավատացյալ լինելը, միայն դրա հույսը նա է, որ այս երկրի վրա մեզ համար լավ լինի, ապա բոլորից խղճալի մարդ ենք մենք։ Մարդիկ կարող են հարցնել, իսկ հնարավոր է, որ մարդը փրկվի, ընդունելով Հիսուսին միայն որպես փրկիչ, բայց չճանաչի նրան որպես իր կյանքի Տերը։ Երբեմն մարդիկ մտածում են, որ Հիսուս միայն փրկիչ է, միայն օրհնություններ բաժանող մեկն է, միայն օգնող մեկն է հանդիսանում, տխուր ժամանակ ուրախացնող մեկն է, հոգնած ժամանակ կգաս Աստծո առաջ, կխնդրես ինքը քեզ հանգստություն կտա, նա կերակրող է, հոգ տանող է, մեկն է, ով կարող է քեզ պաշտպանել, այսինքն միայն երկրի վրա մենք հույս ունենք Աստծո համար, որ մենք կգանք նրա մոտ, ինչ-որ մի բան կխնդրենք եւ նա մեր ցանկությունները կբավարարի եւ մենք ուրախացած կգնանք տուն։ Հոգնած կգանք եկեղեցի, հանգստացած կգնանք, տխուր կգանք, ուրախացած կգնանք, արցունքներով կգանք, արցունքները սրբված կգնանք տուն։ Սիրելիներ, արդյոք աստվածպաշտությունը սա է։ Արդյոք մենք միայն Քրիստոսին հավատում ենք զուտ նրա համար, որովհետև նրա ձեռքի մեջ մեզ համար պահված օրհնություններ կան։ Երբեմն շատ քրիստոնյաներ այսպես են մոտենում։ Ավելի շատ հետաքրքրում է նրանց ճակերտների մեջ Աստծո գրպանի պարունակությունը, քան թե բուն Աստված։ Եվ մենք էլ այստեղ գտնվողներս շատերս ծնողներ ենք, սիրելիներ, եւ վստահ եմ, որ որևէ մեկը չէր ուզենա, որ իր զավակը իր հետ այդպես վարվեր։ Որ միայն հետաքրքրեր զավակին, թե ինչ կա իր ծնողի գրպանում, եւ չհետաքրքրեր ծնողը։ Գար պարունակությունը դատարկեր, օրհնությունները վերցներ, լացեր, մխիթարված վերադառնար իրատուն։ Որևէ մեկ ծնող չի ուզի, որ իր զավակը ավելի հետաքրքրված լինի իր ունեցվածքով, քան թե բուն իրենով։ Հիսուս թե Տեր է, սիրելիներ, եւ թե նա փրկիչ է հանդիսանում։ Այո, նա փրկիչ է եւ նա Տեր է։ Մաղաքյա մարգարեության մեջ առաջի գլուխ 6-րդ համարն ասում է. տղան մեծարում է իր հորը։ Այսինքն սա բնականon ընթացք է, սա ճիշտ է։ Եվ այդպես պիտի լինի, որ տղան իր հորը պիտի մեծարի։ Իսկ ծառան իր տիրոջը պիտի մեծարի։ Սա կարգն է այդպես։ Եթե ես հայր եմ, ասում է Աստված, ուր է իմ մեծարանքը, այսինքն ուր է ապացույցը։
Դու ասում ես հայր, ես քո որդին եմ, այստեղ ես գնում ասում, գիտեք ինչ, ես Աստծո որդին եմ, գնում ես մեկ ուրիշ տեղ ասում ես, ես Աստծո որդին եմ, լավ, ուր է ապացույցը։ Արդյոք միայն խոսքերն են հանդիսանում ապացույց։ Եվ ասում է, ուր է մեծարանքը, եւ եթե ես Տեր եմ, ուր է իմ երկյուղը։ Աստված պահանջում է իր համար երկյուղ եւ ակնածանք, մեծարանք։ Այո, եթե դու ասում ես, որ ես որդի եմ, ապա ուր է դրա ապացույցը։ Որտեղ է փաստվում դա, որ իսկապես նա քեզ համար հայր է հանդիսանում։ Քո կյանքի ու կենցաղավարության մեջ որտեղ է դա երևում։ Փրկարար հավատքը կոչվում է այն հավատքը, որը գործնական հավատք է ապացուցված ապրած կյանքով, ապացուցված Աստծո խոսքի ամենօրյա կիրառությունով։ Հակոբոսի մեջ նամակում ասում է, բայց գուցե մեկն ասի, դու հավատ ունես, իսկ ես գործեր, ցույց տուր ինձ քո հավատը առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատքը գործերով։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում, դևերն էլ են հավատում եւ սարսափում են, բայց ուզում ես իմանալ ով փուչ մարդ, որ հավատը առանց գործերի անիմաստ է։ Ուրեմն եթե հավատք ունես, ապա ուր է այդ հավատքի ապացույցը։ Եթե հավատք ունես, ապա ուր է այդ հավատքին բնորոշ գործերը, բնական բնորոշ գործերը ուր է։ Եվ եթե դրանք չկան, նշանակում են, որ պարզ խոսքեր են, օդի մեջ բարձրաձայն հնչեցրած եւ վերջ։ Փրկարար հավատք ունեցող անձը չի կարող մատնված լինել անտարբերության եւ մատնված լինել անգործության։ Մինչեւ անգամ այն ջուրը, որը որ չի շարժվում, ժամանակի ընթացքում փչանում է, նեղում է, լճանում է, դառնում է գործածության համար անօգտակար մի բան։ Ուրեմն Տեր Հիսուսին դավանելը մեր հավատքի ներքին համոզումի, արտաքին եւ գործնական արտահայտումն է։ Եվ երկրորդ հատվածը, սիրելիներ, հավատքի եւ դավանության արդյունքը։ Այո, կա հավատք, կա դավանություն եւ սրան ունի արդյունք։ 10-13 համարներն ասում է. քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկության համար, որովհետեւ Գիրքն ասում է. ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու, հրյայի եւ հույնի միջև խտրություն չկա, որովհետեւ բոլորի Տերը նույնն է առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն, քանի որ Տիրոջ անունը, ով որ կանչի, կփրկվի։ Եվ սիրելիներ, հարց է առաջանում, ինչու 9-րդ համարը խոսում է նախ խոստովանության եւ ապա հավատքի մասին, մինչդեռ 10-րդ համարը խոսում է նախ հավատքի եւ հետո միայն խոստովանության մասին։ Պատասխանը հետեւյալն է, որ 9-րդ համարը խոսում է Քրիստոսի մարմնավորման եւ հարության ժամանակագրական հաջորդականության մասին, իսկ 10-րդ համարը խոսում է մեղավորի փրկության հետ կապված իրադարձությունների հաջորդականության մասին։ Նախ անհատը պիտի հավատա, իսկ հետո հրապարակավ խոստովանի իր ունեցած հավատքի մասին։ Ուրեմն սրտով հավատալը ձեռք է բերվում միայն ավետարանի սրտանց եւ անկեղծ ընդունելու արդյունքում։ Իսկ բերանով դավանելը դա քրիստոնյայի շարունակական հաստատու խոստովանությունն է, որը պիտի լինի անհատի ողջ կյանքի ընթացքում։ Եվ սա ժամանակավոր չէ աստվածպաշտությունը, կիրակի օրվանից կիրակի օր չէ աստվածպաշտությունը, այլ ամենօրյա կյանք եւ գործ։ Երբ ինչ-որ մեկը իսկապես հավատում է Տեր Հիսուսին եւ ստացել է ներում ու փրկություն, ապա նա անպայման կցանկանա կիսվել մյուսների հետ այդ նույն փորձառությունով, որպեսզի մյուսներն էլ Աստծո կողմից ստանան ողորմություն, ներում եւ փրկություն։ Ուրեմն եթե հավատում ենք, ապա մեր կյանքը, խոսքերը, կենցաղավարությունը գործնականապես պետք է հայտնի մեր ունեցած փրկարար հավատքի մասին։ 11-րդ համարը
ընդգծում է հավատքի վստահությունը։ Այն ցույց է տալիս, որ ով որ հավատում է Քրիստոսին, չի ամաչի, այսինքն չի հուսախաբվի, չի դառնա անպաշտպան կամ մերժված Աստծո կողմից։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Աստծո խոստումները հաստատ են եւ վստահելի են, եւ իրեն հավատացողները երբեք չեն հուսախաբվելու։ Փրկությունը վստահելի է, քանի որ այն հիմնված է Աստծո շնորհի եւ ոչ թե մարդու արժանինքների վրա։ Այս խոսքը հույս ու վստահություն է տալիս, որ Աստծուն ապավինելը երբեք չի բերելու ամոթ անհատ մարդու կյանքի մեջ։ 12-րդ համարը նշում է, որ խտրություն, տարբերություն չկա ոչ հրեայի եւ ոչ էլ հույնի համար։ Աստված իր որդին Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն է տալիս բոլոր նրանց, ովքեր հավատում են եւ ովքեր իրենց հավատքի մասին բարձրաձայն հայտարարում են։ Ըստ էության, այս հատվածը կոչ է հրեաներին թողնել օրենքի միջոցով արդարանալու անիմաստ ձգտումները, քանի որ ոչ ոք իր գործերով չի կարողանա Աստծուց ներում ստանալ։ Սիրելիներ, ամփոփելով քարոզը, իրական փրկարար հավատքը դա նա է, երբ մենք Տեր Հիսուսին սրտով հավատում ենք եւ որպես մեր ունեցած հավատի ապացույց մեր շուրթերով դավանում ենք, ցույց տալով մեր փրկված լինելը։ Ուրեմն, եթե ունես իրական փրկարար հավատք, ապա անհնարին է, որ հավատքի կյանքում լինես անտարբեր եւ մատնված լինես անգործության։